Աղոթքը քրիստոնեական կյանքի էությունն է, հա? Ինչ եմ ուզում ասել։ Աղոթքը միայն զուտ խոսքեր չեն։ Աղոթքը անգամ մտքեր չեն։ Աղոթքը էություն է։ Ինչ է նշանակում աղոթքը էությունը։ Դա նշանակում է ինչ որ մենք մի բան որ անում ենք, որ գործ ենք անում, մեր գործ, առօրեական կենցաղային գործը, մենք պետք է դրա մեջ իմաստ տնենք։ Հայր Ագաֆոնին գալիս են ասում են հայ սուրբ, այս տարի լավ անձրևներ են եկել, իրանք տաք երկրում էին ապրում էլի, առատ պտուղ կտանք, առատ արդյունք կունենանք, եթե լավ աշխատենք, ասում է շատ ճիշտ եք ասում, ճիշտ այդպես էլ երբ որ մարդը արտասվում է, երբ որ ի խորոց սրտի արցունքներով հեղեղում է իր հոգու անդաստանը, առատ պտուղ է տալիս։ Տեսեք հայր Աղաֆոնը ինչ տեսավ, հասարակ աշխարհիկ գործողության մեջ հոգևոր խորհուրդ տեսավ։ Ճիշտ այդպես էլ մենք մեր աշխատանքը անելիս դրա մեջ խորհուրդ պետք է տեսնենք։ Աշխատանքը կարան դիտարկենք, որ ինքը նաև աղոթք է։ Աշխատանքը այո աղոթք է։ Բարի աշխատանքը աղոթքին հավասարազոր բան է, այդ հիշեք։ Ինչպես աղոթքն է մարդու կրքերը, ցանկությունները սանձում, այնպես էլ բարի հատկապես ֆիզիկական աշխատանքի մասին է խոսքը։ Բարի ֆիզիկական աշխատանքը ինքը կրքերը սանձում է։ Աշխատասեր մարդը ժամանակ չունի մեղքի մասին մտածելու։ Եվ նաև եթե մտավոր, իսկ մտավոր աշխատանքը, լուրջ մտավոր աշխատանքը ամեն մարդու հասանելի չի։ Դա իմաստասիրություն է, որ ոչ բոլորն են իմաստասեր։ Իմաստասիրությունը իրական մտավոր աշխատանքը ամեն մարդու հասանելի չէ։ Ֆիզիկական աշխատանք մենք բոլորս պետք է անենք, որոշակի ֆիզիկական աշխատանք։ Ուրեմն մենք հենց այդ աշխատանքի մեջ իմաստ պետք է գտնենք։ Մի գնացքավար է լինում, գնացքը վարող։ 30 տարի նույն գործին է, նույն ուղիով անընդհատ գնացքավարում։ Դե հոգնում է 30 տարի ամեն օրը գնա, գնացքը վարի, արի։ Քրիստոնյա հավատացյալ մարդ է լինում, դիմում է իր առաջնորդին, մի բարի եպիսկոպոս է լինում, ասում է հոգնել եմ, թե ուզում եմ թողնեմ։ Ասում է, բա հետո ինչ պետք է անես, այդ տարիքում դժվար է քեզ նոր աշխատանք ճարել, ասում է, դες հիմա ես քեզ մի բան ասեմ։ Դու պատկերացնում ես, որ եկեղեցին դա մի գնացք է։ Իսկ եկեղեցու գնացքավարն ով է Քրիստոսը։ Քրիստոս եկեղեցին տանում է, ուր է տանում, երկնքի արքայությունն է տանում։ Եվ այդ գնացքի բոլոր մարդիկ իրենց կյանքը վստահել են գնացքավարին։ Դու Քրիստոսի դերն ես կատարում։ Ուզեն չուզեն քեզ են վստահել իրենց կյանքը, այդպես էլ Քրիստոս եկեղեցու գնացքը տանում է դեպի երկնքի արքայություն։ Այսինքն իրենց կյանքը քեզ են վստահել, ինչպես հավատացյալները Քրիստոսին են վստահել իրենց կյանքը։ Դու տես ինչ քրիստոնեական, քրիստոսանման գործ ես կատարում։ Այ ճիշտ այդպես էլ մենք ամեն ինչ մեջ խորհուրդ իմաստ պետք է տեսնենք, նպատակ պետք է տեսնենք, հետաքրքիր տեսել եք երեխան որևէ անիմաստ բան չի անում, ամենահասարակ անիմաստ բան իր համար իմաստալից է։ Հավեսով է անում, սիրով է անում, սեր է դնում մեջը եւ այդպես էլ անում, բայց մենք արագ հոգնում ենք ու ձանձրանում ենք, արագ։ Ինչու որտեվ ներքին իմաստն ու խորհուրդը չենք դնում մեջը, որ գտնենք ներսից այդ իմաստը, արտաքին աշխարհում ինչ էլ որ կատարվում է կրկնվող բաներ են, բայց ներսում մեր մեջ գանձեր կան։ Մենք ներսից պետք է բացահայտենք մեր աշխատանքի իմաստը։ Հետո մեր հոգսն ու պարտականությունը, մեր լուծը, մենք ամեն մեկս այս աշխարհում հոգս ու պարտականություն ունենք, չէ՞։ Ժողովուրդը երբեմն հոգնում են իրենց ծանր բեռից, չէ՞։ Բայց Քրիստոս ինչ է ասում։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու ծանրաբեռնվածներ, իմ լուծը վերցրեք ձեզ վրա, որտեղ իմ լուծը քաղցր է ու բեռը թեթև։ Իսկ ով է տեսել, որ լուծը քաղցր լինի, կամ բեռը ոնց կարա թեթև լինի, բեռը ասելով հենա ծանր է, էլի։
Չէ, երբ որ մենք ենք այդ բեռը կրում, այսինքն մեր ուժերով առանց հավատալու, առանց համբերատարության, առանց համբերելու, այլ մարդկային տկար դիմադրողականությամբ եւ դիմացկունությամբ, թույլ է մեր տկար դիմադրողականությունն ու դիմացկունությունը։ Եվ շատ թույլ։ Եվ չենք կարող կրել։ Քրիստոսով պետք է կրենք այդ բոլորը։ Սիրով պետք է կրենք եւ պետք է տեսնենք որքան է քաղցանում, որքան ենք ուրախանում, որքան ենք երջանկանում, ինչ սիրով ենք կրում եւ ավելի, երբ որ խոնարհվում ենք։ Խոնարհվում ենք Քրիստոսի հետ բարձրանում ենք։ Այդ պատմությունը գիտեք, չէ՞, Սուրբ Քրիստափորը աժդահա է ելում։ Հզոր մի մարդ է լինում, ուզում է գետն անցնի, մի երեխա գետի էս մի ափին ասում է. Քերի խնդրում եմ ինձ անցկացրու գետը։ Ասում արի մանուկ, նստացնում է ուսերին, գետը ուզում անցնի, ինչքան գնում է գետի խորք, այնքան ծանրանում է այդ երեխան։ Այնքան է ծանրանում, որ մեջտեղում արդեն պետք է խորտակվեր։ Եվ մի կերպ հաղորդում է, ապավինում է Տիրոջը ու անց ու մեկ էլ տեսնում է թեթևացավ երեխան։ Գետն անցավ, դուրս եկավ, մեկ էլ Քրիստոս է դառնում այդ երեխան։ Քրիստափոր նշանակում է Քրիստոսակիր։ Ասում է, ես էլ այդպես մարդկության բեռը ինձ վրա կրեցի։ Այսինքն ամենածառն բեռը, երբ որ Քրիստոսին ենք մեր ուսերին կրում, Քրիստոսի համար ենք այդ բեռը կրում, այն ժամանակ թեթևանում է այդ ծանր բեռը։ Այսինքն մենք պետք է իմաստավորենք մեր կյանքը, մեր ամեն գործը պետք է Աստծով լինի, իմաստավորված լինի։ Եվ մեր խոսքերն էլ, մեր ընթերցանություններ, մեր աստվածապաշտությունն էլ ինքը իմաստավոր պետք է լինի։ Մենք ներքին իմաստ պետք է գտնենք։ Խաղաղություն պետք է գտնենք, մենք կարող ենք դա անել։ Խի է Քրիստոս ասում, աղոթեք եւ մի ձանձրացեք։ Եվ ոչ միայն աղոթքի թշնամին է ձանձրույթը, այլ նաեւ մեր ամբողջ կյանքի թշնամին է ձանձրույթը։ Այսինքն իմաստազրկությունը, անիմաստությունը կյանքի։ Մարդը երբ է դադարում ապրել, երբ որ կյանքը իմաստազրկվում է, հա։ Եթե մենք ուզում ենք ապրել, պետք է մենք ինքներս մեր միջից գտնենք կյանքի իմաստը։ Իմաստավորենք մեր ամբողջ միտքը, հոգին, մարմինը, մեր գործերը, մեր կյանքը եւ այն ժամանակ երջանիկ կլինենք։ Իսկ կյանքում շատ բան պետք չի երջանիկ լինելու համար։ Իմաստ է պետք եւ մենք երջանիկ